Դիվանագիտության մասին։ Եվ սրանով մենք շատ ենք զբաղվել այն ժամանակ։ Ես չեմ ուզում ասեմ, որ մեր պարլամենտը լավն էր, այդ պարլամենտը վատն է, բայց բոլոր դեպքերում պարլամենտը պարտավոր է զբաղվել նաև դիվանագիտությամբ։ Այն բացասական վերաբերմունքը, որ Հայաստանը ունի տարբեր միջազգային համեմատած Ադրբեջանի հետ, տարբեր միջազգային ինստիտուտներում, դա նաև շնորհիվ այդ պատգամավորների, որոնք չգիտեմ ինչ ձևով են խցկվել կամ ինչ ձևով են իրենց խցկել ցուցակ, կամ ինչ ձևով իրենց անցկացրեցին պատգամավորներ։ Եվ պատկերացրեք, ես իմ անուններ չեմ ուզում ասեմ, բայց պատկերացրեք բոլորին ճանաչում եք, պատկերացրեք այս մարդը ձեր ճանաչած գնում է հիմա, չգիտեմ, ԱՄՆ-ն կամ գնում է թեկուզ նույն Ռուսաստանը եւ փորձում է համապատասխան իր գոլեգաների հետ խոսել, որ գիտեք իրավիճակը այդպեսին է եւ վտանգված է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի նաեւ անվտանգությունը։ Այս պատասխանատվությամբ, ես չգիտեմ հիմա նայեք որոշ այս հրաժարականների չենք ասեմ, գործից հեռացնելու ինչ որ բաներ են գնում, գործընթաց է գնում։ Ես չգիտեմ, երևի թե պետք է գնա, բայց երևի թե այդ մարդիկ այն մարդիկ չեն, որոնք այս մեր երկրի ռազմավարություն են ստեղծել եւ բերել են մեզ այս իրավիճակը։ Պարոն Իգիթյան, իսկ Սերժ Սարգսյանի Բլոմբերգին տված վերջին հարցազրույցի մասին ինչ կասեք։ Դուք այդտեղ տարեր տեսաք, որ Հայաստանը ցանկանում է վերջապես պորտալարը Ռուսաստանից կտրել։ Ոչ, ինձ թվում է դա այս ձևով չի արվում, ընդհանրապես պորտալարի մասին խոսք չէ, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանի հետ ժամանակն է, որ Հայաստանը մի քիչ այլ ձևով, այսինքն ոչ թե վերջնագրերով կամ ոչ թե կարծեմ ինքը օգտագործեց հիստերիա բառը, եթե մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մի կողմից չեն ստեղծել այն անվտանգության համակարգը, ինչի մասին որ խոսում էին բոլորը, սկսած կառավարության, չգիտեմ, միջին կլերկից վերջացած Սերժ Սարգսյանով, որ բոլորը ասում էին, ահա այս գործընթացը սկսած հիշում եք սեպտեմբերից 3 տարի առաջ, այն հայտնի Սերժ Սարգսյանի գնալը Պուտինի մոտ եւ ասոցիացիան համաձայնագրից հրաժարվելը դեպի մաքսային միություն այդ գործընթացը։ Այն ժամանակվանից մեզ ասում էին դուք մի խոսացեք, դուք մի միջամտեք, որովհետեւ այն համակարգը, որ ստեղծվել է, դա այդպես փայլուն եւ գործող անվտանգության համակարգ է առաջի հերթին Արցախի համար։ Այն ժամանակ մենք բոլորս դեզ հետ միասին ասում էինք, մենք չենք հասկանում, ինչպես Հայաստանի մաքսային միությունում այս ձևով լինելը պետք է օգնի Արցախին, ասում են մի խոսացեք, այնտեղ անկյունում Պուտինն ու Սերժը շշուկով ինչ-որ բաներ են պայմանավորվել։ Հիմա պարզ է, որ այդ մեխանիզմը չի աշխատում։ Հիմա առաջի հերթին պետք է փորձենք, եթե այդպիսի մեխանիզմ կա, գոնե այն թղթերի վրա հապկի, չգիտեմ, այլ ռուս-հայկական հարաբերությունների մեջ, ապա պետք է, եթե չեն աշխատում, փորձենք աշխատացնել։ Կան նաև որոշ կետեր, որոնք խանգարում են ունենալ այլընտրանքային համակարգի հետ կապված հարցեր։ Պետք է փորձենք այս կետերը հանենք։ Այսինքն, այդպես ասենք, Ռուսաստանը գիտեք, չէ, Հայաստանի հետ ինչպես է հարաբերվում։ Եթե մենք գազ ենք առնում Ռուսաստանից, ապա պետք է անպայման ստորագրենք, որ որևէ այլ երկրից Հայաստանը պարտավորվում է, չգիտեմ, քանի տարի գազ չառնել։ Եթե ռազմական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ, ապա այնտեղ կետ կա, որ մենք բացառում ենք որևէ այլ երկրի ռազմական համագործակցություն։ Ընդ որում այստեղ մի բան շեշտեմ, ասել եմ եւ նորից պետք է ասեմ։ Նայեք, եթե երբ որ Ռուսաստանը Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենք է վաճառում, սկսած Ռուսաստանի Ռոգոզինից, չգիտեմ, Պուտինից եւ վերջացած Հայաստանի բոլոր մակարդակի, այն թվում արտգործնախարարով, ասում են, գիտեք, դա բիզնես է։ Ինչ ենք Ռուսաստանը մեղադրում։ Ռուսաստանը բիզնես է անում։ Երբ որ մենք փորձում ենք այլ երկրից, չգիտեմ, Ֆրանսիայից, մեր բարեկամական երկրից, ինչու՞ չէ, Իսրայելից, առնել մի հակա այս զենքի համակարգ, ռադար մի հատ։ Ասում են, չէ, իրավունք չունեք, որտեղ դա ռազմական համագործակցություն է, դա բիզնես չէ։ Ինչու Հայաստանի այլ երկրից ռադար առնելը դա բիզնես չէ, դա համագործակցություն է, իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի կոնֆլիկտի կողմին այդպես բավականին
հզոր զենք վաճառելը դա բիզնես է։ Այս պետք է վերանայենք։ Եթե դա խանգարում է, ուրեմն վերանայենք։ Այդ հոդվածը պետք է հանենք։ Հայաստանը այսօր պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները այսօրվա իրավիճակում, որ այս անվտանգության համակարգը առաջի հերթին ռազմական պետք է աշխատի։ Մենք պետք է նայենք այսօր ինչն է թույլ տալիս Ադրբեջանին հեշտ ու հանգիստ 20 կիլոմետրից, 30 կիլոմետրից, 15 կիլոմետրից օգտագործել այդ հզոր զենքը առանց պատշաճ հակարվածի, այսինքն առանց Լեռնային Ղարաբաղի հնարավորության այդ զենքը ոչնչացնելու։ Ուրեմն պետք է այդ զենքը ունենալ։ Եթե Ռուսաստանը մեզ չունի կամ ենթրենք չի տալիս կամ չի վաճառում նույնիսկ այն վարկով, որ իրանից վերցրել է, ուրեմն պետք է այլ երկրից այդ զենք առնենք եւ ֆինանսական հարցերը ինձ թվում է այստեղ կարելի է։ Այս 4-օրյա պատերազմից հետո դուք տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունը, մասնավորաբար նախագահ Սերժ Սարգսյանը հետևություններ արեց եւ պատրաստ է քայլեր անել։ Այդ թվում նաեւ այն քայլերը, որոնք դուք թվարկեցիք։ Գիտեք, այդ քայլերը իհարկե թիմով են անում։ Սերժ Սարգսյանը ինչ որ բաներ է ասում, բայց կան այդ քայլերի իրականացնողներ։ Պիտի Դավրոս ստանա թիմը։ Նայեք, այս օրինակ վերցնենք առանձին արտգործնախարարությունը վերցնենք, արտգործնախարարությունը ստեղծվել էր եւ գործում էր այս քաղաքական ռազմավարական գործընթացով, այսինքն Ռուսաստանը մեր գործընկերն է, մեզ կփրկի, մեզ կօգնի եւ թույլ չի տա, որ մեր վրա հարձակվեն, թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Եվ այս ուղղությամբ են աշխատում։ Այս պատճառով, որ ենթադրենք, եթե վերցնենք Էդուարդ Նալբանդյանի, Լավրովի հետ հեռախոսազանգերը եւ այցելությունները, նրանք տասնյակ անգամ ավելի շատ են, քան թե այլ երկրների հետ կամ այլ ինստիտուտներում հարաբերությունները։ Այն Ինդոնեզիան կամ ենթադրենք Թայլանդ, Չինաստանը կամ որևէ այլ երկիր գնալը չհաշված։ Ես ասում եմ ռազմավարական այցելությունների հետ, հա։ Օրինակ հենց հիմա ես գտնում եմ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան, եթե ունենայինք լուրջ, այդպես ինքնուրույն արտգործնախարար, ապա պետք է գնար որոշ երկրների, այն թվում օրինակ ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, այն երկրներ, որոնք այս կամ այն ձևով անդրադարձել են այս պատերազմին, թեկուզ հավասարաչափ ձևով։ Օրինակ Գերմանիան հայտարարել է բարձր մակարդակով, որ մենք հորդորում ենք կողմերին խաղաղության։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ դիվանագիտորեն Գերմանիան չի ուզում միջամտել, մյուս կողմից էլ փորձում է իր միջազգային հեղինակությունը թե այլ օգտագործել այս մեր ռեգիոնում։ Պետք է գնանք եւ փորձենք Գերմանիային բացատրենք իրավիճակը եւ, չգիտեմ, հորդորենք, որ իրերը իր անունով կոչեն, որովհետեւ այսօր ժամանակն է, որ միջազգային հանրության հիմնական այդպես խաղացողները, այդպես ասենք, իրերը կոչեն իրենց անունով։